Պարարվեստը իր լայն ճյուղերն է տարածել ողջ տարածաշրջանում։ Արդեն անգամ շրջկենտրոնից հեռավոր գյուղերում սկսել են գործել գյուղական ակումբները։ Նինոցմինդայում բացի մշակույթի տան խմբերից գործում են նաև շատ խմբակներ, որոնք ևս ունեն բազմաքանակ աշակերտներ։ Պարուսույցները ջանք չեն խնայում այն ավելի ընդլայնելու համար։ Գիտեք, որ Նինոցմինդայում այս վերջի տարիներից ավելի շատ է հաճախորդներ շատ է, երեխաներն շատ է, մշակույթի կենտրոնը պարային արվեստը առաջ է գնում, ունին գյուղական ակումբներում, ցավոք սերդի սովետայությամբ գյուղական ակումբները չեն կինի աշխատել հունվարից, այդ համար պայմանները լավ չեն, չունիք այսօրվա օրով լավ պայմաններ, բայց արդեն մարտին, ապրիլին կսկսենք գյուղական ակումբներում դասընթացները։ Լավ է, Նինոցմինդան արդեն սկսել ենք, Նինոցմինդայում։ Դուք գիտեք, որ բացի Նինոցմինդայի մշակույթի կենտրոնից կան ուրիշ պարային խմբեր։ Լավ է, փառատոներում մասնակցում ենք, այն առաջվա տարիներն վերա շատ լավ է, երեխաներն գալիս են։ Մեր վաստանում ժողովրդական պարերն են, հայկական, վերացական, փոքրիկներն են էստրադային պարեր գսորվեցնենք, հիմա պատրաստվում ենք մարտի 8-ին, մարտի 7-ին ավելի ճիշտ ուզում ենք առաջի համերգը տալ մշակույթի կենտրոնում, ձեզ հրավիրենք տեսնիքը մեր աշխատանք։ Նույն իրավիճակն է նաև հարևան Ախալքալակ շրջանում։ Ինչպես նշեց Ալիկ Քսպոյանը, տարվա մեծ մասն անցկացնում են փառատոններով ու երեխաների համար անհնարինը դարձնում են հնարավոր։ 26 թվականին մենք պետք է մշակույթի տունը եւ մեր համույթները, գյուղական համույթները, Ախալքալակի մշակույթի տունը ընդհանրապես ինչպիսի կոլեկտիվներ գործում են, պետք է այդ բոլոր ծրագիրը պետք է ամբողջությամբ կատարենք, համերգները, փառատոնները եւ ավելացնենք այն, որ Ջավախքի գարուն փառատոնից հետո մեկ շաբաթ հետո պետք է անցկացնենք միջազգային փառատոն։ Այդ միջազգային փառատոնը արդեն մենք մերիայի հետ որոշ հարցեր քննարկել ենք, ստացել ենք նրանց հովանավորությունը եւ դա ասված որ կատարենք։ Իհարկե, ասում եք դժվար է, իհարկե ամեն ինչ դժվար է, կապրենք, կտեսնենք, պետք է աշխատենք։ Մարդ պետք է սիրե իր գործը։ Երբ սիրում ես քո գործ աշխատանքը, դժվարությունները հաղթահարելի է, դժվարությունները ուշադրություն չեք դարձնում, ցուրտ է, չկա, ֆինանս չկա, դրանք պատճառներ են, որպեսզի մարդ չաշխատի։ Պետք է անել ամեն ինչ, սիրել աշխատանքը եւ առաջ գնալ, սիրել քո ժողովրդին եւ նվիրվել ժողովրդին։ Նրա համար անել ինչ որ լավ է։ Բացի գեղեցիկ պարելուց, բարի հաճախող երեխաներն ունեն հնարավորություն դուրս գալ մունիցիպալիտետից, մասնակցելու փառատոնների տարբեր քաղաքներում, անգամ եվրոպական երկրներում, ու կարողանում են ցույց տալ հայ եւ վրաց մշակույթի մի փոքրիկ մաս։ Սա մեծ հնարավորություն է երիտասարդներին բարձրացնելու գեղագիտական ճաշակ, լինել թանգարաններ, պատմամշակութային վայրեր, տեսնել ու հասկանալ գեղեցիկն ու լավը։